Եվ պարտավոր ենք լինել մեր ձևով շարժման կողքին, որտեղ միակ քաղաքական ուժն է այսօր, որ լիարժեք հայազգի կողքին կանգնած է։ Հպարտորեն ասում եմ, միակ քաղաքական ուժն է, որ հայազգի կողքին միշտ կանգնած է եղել, միշտ։ Եկեղեցին բաց բան չի ասել, ոչ մեկին, ինքը ինչ կյանքով ապրում, ինչ անում, բերեք այդ ինքը չի ապրում, ինքը գոյատևում է ուղղակի։ Բերեք թող ոչ մեկից վալնավաճ անի, որտեղ դա մեր քնդելուն է չի։ Ուրիշ ձև չի լինում, հավատում ես ասում։ Ո լուբոյ այն եմ ասել, հավատում ես ասում։ Հավատում ես, ուրեմն պետք է հավատաս Սուրբ Գրքին։ Հավատում ես մեջը սևով սպիտակի վրա գրած է, յան տվեք, ես եմ իրանց դատողը։ Եթե դու դրան չես հավատում, ուրեմն չես հավատում նաև ասում։ Թողեք Պետք է գան հասնեն մայրաթով չեմ ասում, ի՞նչ նշանակում մի օրով բոլոր Արագածոտնի մարզի եկեղեցիները փակել, հոգևորականների ձերբակալել, բայց մսկիթ գնալ ոտաբոբիկ, իրանցը մեր վեհապարից լավն է։ Ո՞վ են իրանք вообще։ Ոչ վաղ անցյալում, ես ճիշտ է ոչ մի կռիվ էլ տեն չտեսա, այս կռվին գնացի, ոչ թուրք տեսա, մի հատ թուրք չեմ տեսել ժողովուրդ, մի հատ պատրոն չեմ կրակել։ Հալին երկու անգամ փող տվեն ինձ։ Ոչ թե մենակից 25,000 հոգու։ Հետո ես գիտակցի, որ մեզնով զենք են տեղափոխում։ Լրիվ յուղը վրա վերցնում էինք, ծիրում, ամեն ինչ ունեինք։ Իսկ ինչ վերաբերում է, ես ոչ մի մեդել չեմ, մենք պետք է հայամեդել ենք, որ կարողանանք կրենք։ Բայց այսօր արեք նայենք։ Բոլորս ենք սխալ ոչ թե միակ հայերով, այլ ազգերով նույնիսկ։ Մենք բոլորս էլ դուժել ենք, այսօր Ռուսաստան ինչ ասում։ Սմաղանդան, որ ես արիքեզի պետական դավաճան եմ ճանաչում, որտեղ վտանգ արդեն գիտի ուր դուց է, մարդը հասկացել է, գիտակցում է պայքարում։ Հիմա մենք չհասկանանք գիտակցենք պայքարենք։ Եթե մենք չկրենք այս հաղթանակը, մեր սերունդները չեն կարող, որտեղ եթե պետական մասշտաբով գնում է ռոպագանդա, անբարոյականություն, երկու սերունդ հետո վարի է թվում ազգը, ոչ մեկը գլուխ չկովական։